Բարի երեկո, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Այսօր լուր ստացվեց այն մասին, որ Ծառուկյանի գազանանոցից տեղափոխված առյուծների մեկը սատկել է, անկել է, ինչպես իրանք են ասում։ Մի քանի բան ուզում եմ այդ թեմայով ասել։ Գիտեք ոնց, կենդանիներին տեղափոխելուց մի քիչ բժշկություն կա մեջը, այսինքն թույլ եմ տալիս ինձ մի քիչ կարծիք հայտնել այս թեմայով, որ հասակավոր էր կենդանին եւ այլն։ Մի քիչ էլ կենդանի պահելու հետ կապ ունեմ։ Հասակավոր կենդանին մի քիչ էլ գիտեմ, թե ինչ բան է։ Երբ որ քննարկում են այդ կենդանիներին տեղափոխելու համար, ճիշտ են ասում, որ ռիսկեր կան, վտանգներ կան։ Դրա համար դոզան են հաշվարկում, ինչ դոզա են տալի, ինչքան խորն են քնեցնում, ինչքան ժամանակ են այդ դոզայի տակ պահում այդ կենդանուն։ Օրինակ, եթե ես մի քանի հարցեր բարձրացնեմ, ուղղակի հարցեր բարձրացնեմ առանց որևիցե մեկին մեղադրելու, բացի մեղադրում եմ այդ շոու, այս ընդհանուր շոուի գլխավոր պրոդյուսերին եւ սցենարիստին, հա, ով որ այս շոուն կազմակերպել է, որ վերականգնի ապա լեգիտիմացված իրանց շեֆի լեգիտիմությունը, իսկ ավելի ճիշտ ոչ թե լեգիտիմությունը, այլ երեք խոսել եմ սրա մասին, պլեբիսցիտար ժողովրդավարությանը նոր շունչ տան, վերադարձնեն պլեբիսցիտար ժողովրդավարությունը եւ ոչ թե օրենքները, սահմանադրությունն ու ինստիտուտները, դատարանները, չգիտեմ, ազգային ժողովն են որոշում երկրում ճիշտն ու սխալն ու կարգը, այլ որոշում է մի հոգի ընդամենը, կախված նրանից, թե ինչքան լայքեր է հավաքում իր որոշումների իրականացման ժամանակ։ Ուրեմն կենդանուն, որ սրսկում են, կենդանուն մարդուն, որ քնեցնում ես, դոզա կա, ասենք, ինչքան երկար ես ուզում քնեցնես, այնքան դոզան պետք է մեծ տաս։ Ինչքան խորը պետք է քնի, այնքան դոզան մեծ պետք է տաս։ Ու այդ դեղերը սովորաբար կոմբինացիաներ են լինում դեղերը, այսինքն քնեցնելը մի դեղով չի արվում։ Մի շարք դեղերով կազմակերպվում է այդ քնեցնելու իրականացումը, այդ քնեցումը։ Մի շարք դեղերով է իրականացնում։ Եվ եթե կենդանին ծեր է, երևի ճիշտ է, օրինակ, ոչ թե այդ կենդանուն քնեցնես, ասես քաշ քշելով դնես վանդակը, հետո այն մյուսին քնեցնես, քաշ քշելով դնես վանդակը, հետո այն երրորդին քնեցնես, այս ծերը ստե սպասում է։ Այս ծերը քնեցնել է սպասում է, որ դու նրան սաղին պետք է քնեցնես, հետո պետք է այդ օբշի բարձես մի հատ գրուզավիկ, այսի տեսանյութերից եմ ասում, որ տեսել եմ, էլի, գրուզավիկով տեղափոխում են այդ բոլորին միասին, էլի։ Հետո կհասցնեն գազանոց ընդդե կարթնացնեն, մի հատ էլ ընդե են առանձին դեղ տալի, որ արթնանան, հակադեղ կամ հակաթույն, այսպես ասած, տալիս են այդ քնած կենդանուն, որպեսզի այն նախորդ քնեցնող դեղի ազդեցությունը կորի։ Եվ հիմա այս մի դեպքում չի զարթնել, տարել են, հասցրել են, նոր դեղը տվել են, որ այն հիմի ազդեցությունը կորի, չի զարթնել։ Իսկ միգուցե պետք է մի քիչ ուրիշ ձևով պլանավորեիք այդ հասակավոր ծեր կենդանու տեղափոխումը։ Ուղղակի այսպիսի հարց։ Կարող է պլանավորումն է սխալ արել, հաշվարկը սխալ արվել։ Կամ այդպես շատ կարևոր բան կա, շատ կարևոր։ Կենդանիներին քնեցնելուց հետո տեղափոխելուց մանավանդ եթե ռիսկային է այդ կենդանին, այսինքն հասակավոր է եւ այլն։ Իսկ միգուցե մոնիտորինգ պետք է արվեր։ Իսկ այդ կենդանիների մոնիտորինգ արվել է ընթացքում։ Սկսած քնեցնելուց մինչև վերջում արդեն գազանանոց հասցնելը։ Մոնիտորինգը գիտեք որն է, որ պուլսն ես նայում, ինչքան է պուլսը, շնչառությունը, թթվասնի արկայությունը օրգանիզմում, մանավանդ քնեցրած կենդանին, ոնց որ մարդը, հա, որոշակի դիրքում լեզուն կարա խանգարի իր շնչառությանը։ Ու կարող է կարիք լինի օրինակ թթվածին տալու քնած ժամանակ։ Կամ քնեցումը իրականացնի այնքան մակերեսային, որ նա շշմած լինի, բայց լիովին քնած չլինի, այսինքն շշմած լինի, չզգա ինչա կատարվում, չզգա որ իրան տեղափոխում են, այդ ստրեսը տեղափոխման չապրի, բայց այդ ընթացքում այնքան խորը քնած չլինի, որ թթվածինը, սրտի աշխատանքը, իդեպ բանով, արհեստական բանականության հետ այս հարցը քննարկեցի, ասում եմ, որ ընդես այնց հարցեր կա, ջերմության բարձրացումը, ջերմակարգավորումը կորում է քնած ժամանակ։ Այսինքն, եթե մի քիչ շոկ եղավ, ջերմակարգավորումը կենդանին ինչա շնչելով, ասենք, բանա չէ անում, խորը շնչելով, արտաշնչելով գոլորշիացնում է իր մեջի էներգիան։ Եվ եթե հասակավոր կենդանին ջերմակարգավորման հետ կապված խնդիրներ ունի ու քնած ժամանակ մի քիչ երկար պահես,
ասենք տաքանալուց, հա, իր ջերմությունը օրգանիզմում տաքանալուց կարա սատկի։ Ասենց հարցեր կան, ժողովուրդ ջան, որոնք կարծում եմ առնվազն մի մասով ուղղակի անտեսվել են այս դեպքում։ Մի մաս էս անելիքների առնվազն մոնիտորինգը կարծում եմ չի արվել։ Կարծում եմ, եթե արվել է, ասեք։ Չի արվել սատուրացիան, պուլսը, կենթանու վիճակը տեղափոխման ժամանակ, որտեղ գրուզավիկի կուզովում բանը դրած է, բարձած է։ Ով պետք է նրան վերահսկեր։ Քնած ժամանակ։ Այտենց, ով մի խոսքով բանի ջունգլի օրենք, ով ծերա եւ թույլա, պետք է սատկի, ով կենսունակա պետք է մնա։ Էսի սենց։ Եվ այս ամեն ինչի մեջ ինչն է ինձ համար ամենակարևորը, այդ շոուի մասնակիցները ինչ օգուտ տեսակ, ինչ խելք տեսակ։ Լավ դե կենթանի է, ենթադրենք մի տարի, 2 տարի ավել ապրե կամ պակաս ապրե։ Բա դուք ձեր այս կապիկությունը ամբողջ ազգի առաջ հանետ մանրամասները ցույց եք տալի։ Ես ընդհանրապես այդ գազանանոցային հասկացությանը այդքան էլ սրտովս չի։ Մանավանդ վայրի կենթանիներին գազանանոցում պահելուն սրտովս չի։ Թե մասնավոր, թե պետական, միևնույնն է։ Այսինքն օրինակ աշխարհում կա այդպիսի բաներ, մի օրինակ բերեք, օրինակ կան հսկայական այգիներ են, ըստ էության գազանանոցներ են, բայց հսկայական այգիներ են, որոնք պահպանվում են ինչ-որ տեսակի կենթանի, օրինակ ինչ-որ տեսակի, ինչ-որ նեղ գծի լինիայի շիմպանզեներ։ Ու գիտական աշխատանք են տանում, նրանց վարքագիծն են հետազոտում, նրանց ծերունների հարաբերություններն են հետազոտում, այսինքն համ այդ գազանանոցային գործունեությունն ալնում, մարդիկ գնում են, տեսնում են, երեխեքին տանում են, ցույց են տալի, համ միևնույն ժամանակ գիտական աշխատանք, վարքագծային ինչ-որ հարցեր, հոգեբանություն կենթանիների, մարդկանց հետ ընդհանրություն, տարբերություն, այսինքն այս ամեն ինչը նաև օգուտ է տալի համ մարդկությանը, համ գիտությանը, համ մեր ընկալումներին, մեր աշխարհը ճանաչելուն, բնությունը ճանաչելուն, վայրի կենթանիների ճանաչելուն։ Նույն ձևի կարա ինչ-որ, օրինակ, մեր գազանանոցում կարա այս տեսակ ուղղություն լինի, որ ինչ-որ նեղ շրջանակ կենթանիների կամ մի քանի կենթանիների պարկի նման, հա, որոնք իրանց թվում է, թե իրանք տես բնական միջավայրի մեջ են, բայց ուսումնասիրեն, այսինքն գազանոցը լինի նաև հետազոտման տարածք։ Սենց բան ես ընդունում եմ, սենց բան կարա լինի։ Բայց այն ինչ մենք ենք անում տենց։ Էդի եսիմ այս դարում ինչքանով է էդի։ Ընտանի կենթանին էլի ոչինչ սովորել է էլի տենց հազարամյակների ընթացքում վարժվել է դրան, որ մարդու կողքն է ապրում որոշակի սահմանափակ տարածության վրա, բայց վայրի կենթանում եսիմ։ Ուզում եմ ասեմ, սենց տնեց իմ դուրը չի գալի, բայց այս դեպքը առանձնակի այդ շոու կազմակերպելու, ու այդ շոուի մեջ է մտնում նաև Գագիկ Ծառուկյանին ձերբակալելուց պարկասնելը բան գետնի վրա։ Ես Գագիկ Ծառուկյանին առանձնակի պաշտպանը չեմ եղել կամ համակիրը չեմ եղել։ Բայց այսօր, երբ որ ակնհայտ կարակ ասեք, չէ՞ որ Հայկը Գագիկ Ծառուկյանից օգուտ չունի։ Այսօր կարամ բացահայտ իմ աջակցությունը ցույց տամ, որ տենց էդի անելու բան չի ժողովուրդ։ Այդ մարդը ունի խնդիրներ, օրենքի հետ կապված, նախ էս 8 տարի է ուր էիք։ Երկրորդ, հիմա էսի ձև է։ Տարիքը իհարկե միտեղ, բայց ենթադրենք 70 տարեկան մարդ չի, ասենք 25 տարեկան, էդի ձև է։ Էդի ինչ եք այդպես ձեզ երևակայում, էդ ինչ եք այդպես ցույց տալի։ Էս որ երկիրն է, ընկեր, էս որ ժողովուրդն է։ Դուք вообще տեղը բերում եք, ով է ձեզ նայում։ Ձեզ նայում են հայերը։ Ձեզ հայերն են նայում։ Գիտեք որ հայեր, այն որ 59% մասնակցություն է ցույց տվել ընտրություններում։ Այսինքն եթե վերահաշվարկենք եւ երկրում չգտնվող եւ ցուցակներում արկա մեր հայրենակիցների գործոնը հանենք այդ հաշվարկներից, կստացվի որ 70%-ից ավել մասնակցություն է ցույց տվել ընտրություններում։ Այդ հայերի առաջ դուք էլ էդի կապիկություն եք անում։ Էդի կապիկություն եք անում։ Ու դուք կտենաք, որ ժողովուրդը, այ ոնց ես եմ ընկալում, չի ընդունելու էսի։ Ծառուկյանի հանդեպ լիքը պրետենզիաներ ունենալով հանդերձ, ժողովուրդը չի ընդունելու այս ձեր վարքագիծը։ Տենց մտել եք ավտոմատներով, տենց ավտոմատներով լիքը տեղ կա մտնելու, Ադրբեջանը փաստացի օկուպացրել է առանձին տարածքներ։ Էդի որ ձեր ասած միջազգային իրավունքով ճանաչված։ Այդքան ոռ ունեք, այդ դիմակները հակեք կամ առանց դիմակների գնացեք այդ տարածքներում այդպես ձեզ պահեք։
բան առինջում, ասենք, բանը Երևանի արվարձաններում տենց ուժեղ զինվորական ու բաներ եք, զինված պետական ծառայողներ եք հանդես գալի։ Ինչ դուք ինձ ձեզ հրաման տվածները։ Մի հատ նկարում տարածում եք, ի՞նչն եք նկարում տարածում, այ խայտառակներ, ի՞նչ եք նկարում տարածում։ Էդի տենց։ Կենթանասերների համար առանձին, երեք կենթանասերները մի սրտաճմլիկ բաներ էին տարածում, գրառումներ են անում, որ այդ չուչելներին տեսան։ Յանի միջև է չգիտեն, Յանի Ծառուկյանին գիտեին, թե Կարուկյանին կենթանապաշտպան Մայր Թերեզան, տենց գիտեիք։ Երեք մի տենց սրտաճմլիկ բան է, ուրանալու բան է, ես չգիտեմ Ծառուկյանից ինչքան օգուտ է ստացել, կամ աջակցություն է ստացել, համենայնպես Նաիրա Զուրաբյանը, երբ որ Ծառուկյանի հետ նույն քաղաքական թիմում падգամավորություններ ներկայացնում, ակտիվ կենթանապաշտպան գործունեություն էր տարածում, ենթադրում եմ դե առնչվել են, շփվել են։ Հիմա ուրանալու ձև է Ծառուկյանի ուրեմն աջակցությունը կամ Նաիրա Զուրաբյանի քաղաքական մասնակցությունը կենթանապաշտպան այդ օրինագծերի առաջ տանելու հարցում ուրանալու ձևա, բայց բաստորեն ասում է բանը, Ծառուկյանը սենց չուչելներ է, հայ, բա գիտեիք ինչ չուչելներ է Ծառուկյանի մոտ, բա ինչ գիտեիք, Պրիտոմ Ծառուկյանը թե որքան գիտեմ հետո թե եղնիկներ է բերել Հայաստանում տարածել, բուծե տարածել, որ լինի եղնիկ, ինքն էլ որսանելու սեր ունի, հեսա կգամ այդ որսանելու սիրուն, ինքն էլ որսանելու սեր ունի, համ եղնիկներ է բերել, այսինքն համ որսացել է, համ էլ բնությունը զարգացրել է, էլի ներդրում է արել, օրինակ այդ գազանանոցի առյուծն ու վագրերը որ կան, չէ, դա Ծառուկյանն է գազանանոցին տվել, բայց դրա մասին երեկվա ռեպորտաժում, որտեղ բռնագրավում եք, ուրեմն Ծառուկյանից բռնագրավում են, գիտեք ումից են բռնագրավում այդ առյուծներին ու վագրերը, այն մարդուց ով գազանանոցին իր կողմից առյուծներ ու վագրեր է տվել, նվիրե, թե տվել, չգիտեմ, ու հիմա երեք գնաց է ափալ-թափալ բռնում են, ումից եք բռնում, այ հոգնածներ, թե ես երկրում առյուծ ու վագր կա, փաստացի ոնց որ ազատության եթերից ես հասկացա, փաստացի բանը, Ծառուկյանի վերած վագրերն ու առյուծներն են, հիմի գնացել եք Ծառուկյանից առյուծը վագրեք բռնագրավում, ինչ վերաբերում է որսին, ես ընդհանրապես ես որսին դեմ եմ, որսը կարամ ընդունեմ մենակ որպես ապրուստի միջոց, այսինքն եթե մարդը այդ որսով պետք է ապրի, ապրում է այդ կյանքով, խանութ չկա, սուպերմարկետ չկա, գյուղատնտեսություն չկա, սեփական անասուններ չես կարող ունենալ, գնում ես որս ես անում, դա կարամ հասկանամ, բայց տենց հաճույքի համար որս անելը հասկանում եմ, դա ինչ որ տենց տղամարդկային բան հոբի կարա լինի, բայց ես դա չեմ ընդունում, իմ սրտով չի դա Այդ թղթերով որսորդ միության անդամ, որտեղ զենք ունենալու ձևը է դա եղել միակ, այտենց եմ ես էլ հասել զենքին, այսպես ասած, բայց ես որսորդ չեմ, և չեմ ընդունում որսը, որսորդության հրավերները մերժում եմ բացառապես 100%-ով, այտենց չի եղել, որ ես դե պատկերացրեք բժիշկ ինչքան պացիենտ կունենաս, որոնք հավես ունեն որսի հետ ու ինչքան հրավեր ստացած կլինես որսի գնալու, դու էլ ինքդ ասենք ունես էլի հնարավորություններ, բայց չեմ սիրում Բայց եւ այնպես, դա ասեցի դա իմ պոզիցիան, բայց հիմա եկանք, եթե ես տենց եմ գտնում, մեկ ուրիշ ձև է գտնում, դե հիմա դրանք ճիշտ է որն ասինքն, մեր կարծիքից ու ճաշակից անդին։ Ուրեմն ես նայում եմ, դու բազմաթիվ որսի տեսարաններ, որսի տուրիզմ գոյություն ունի աշխարհում լրիվ օրինական։ Այդ թվում արևելյան, արևմտյան աշխարհում, այսինքն Եվրոպաներում են, որ խելագարված են, էլի իբր թե կենդանիների իրավունքի վրա, բանը, Սկանդինավյան երկրներում, Ամերիկայում, Կանադայում, ժողովուրդ այն կարգի են մասշտաբի որսորդություն է գնում, ասենք վիդեոները կարաք տեսնեք, սենց տասնյակներով, ասենք եղջերուները բան արած, խփած, տասնյակներով սենց շարած, ուզում եմ տարածված բան է, այդ նույնը կարան անեն առանձին կենդանիների նկատմամբ, արջից սկսած առյուծից վերջացած էլի որոշակի երկրներում, օրինական այդ ամեն ինչը արվում է։ Դա իմ սրտով չի, էլի եմ ասում, ես ոնց ասեմ, ինձ թվում է դա եղբայրասպանության պես մի բան է, էլի մարդը մեկ այլ գիշատի չի, որ սպանում է դա եղբայրասպանություն է,
Ինչի, որովհետև կենդանիների սննդային շղթայում, այդ սննդային հիերարխիայում իրանք հիերարխիայի գագաթին կանգնած տեսակներ են, էլի, եւ եթե հասկանալի է, որ ենթադրենք առյուծը որսա անում, որ ուտի կշտանա ապրի, տեսեք նույնիսկ վագրը, որ օրինակ մարդու վրա է քշում, այդ վագրը վсё դատապարտված է, պետք է վերանա։ Մարդակեր վագրը պետք է վերանա։ Կա, չէ՞ տենց բան, հատկապես Հնդկաստանի կողմերում։ Բայց ինչի, որովհետև վագրը կարա ուտի շատ բան, բայց ոչ մարդուն։ Տենց է բնության դասավորվածքը։ Սննդային շղթայի գագաթին գտնվող կենդանիները իրար նկատմամբ հանդուրժող են։ Նույնը չի, որ բարի կամքից է դա գալի, այդպես է ձևավորվել ժամանակի ընթացքում, այդպեսին է գենետիկան նույնիսկ։ Այնպես որ մարդը եթե հասկանում է, որ ինքը որսորդ է, եթե հասել է այդ մակարդակին, որ ինքը որսորդ է, ինձ թվում է մի քիչ էլ պետք է խելքը ուղիղ աշխատացնի եւ հասկանա, որ սննդային շղթայի գագաթին գտնվող այլ որսորդներին չի կարելի սպանել։ Դա բնության օրենքին դեմ է, էլի, եթե ինքը որսորդ է, որտեղ տեսեք, ասեմ, ես որսորդություն չեմ ընդունում քաղաքակրթական հասկացություններից ելնելով, բայց եթե գնում ենք տենց վայրի բնություն, վայրի բնազդներն ենք մեր բավարարում, ապա ուրեմն վայրի բնազդով բարի եղի հարգել մեկ այլ որսորդի։ Որսորդը որսորդին չի կարա սպանի, էլի, չի կարելի։ Դրա համար արծիվին չի կարելի սպանել, ինչ ասեմ։ Գայլին սպանում են, որովհետև վնասատու է, բայց հաճույքի համար գայլին չի կարելի սպանել։ Հենց նենց էլի։ Սպանում ես մենակ ուտելու համար, ուրիշ ոչ մի բանի համար։ Եթե ուտելու համար կուշտ ես կամ այլ ձև ունես կշտանալուց, ինչ ես սպանում այ մարդ։ Իսկ վայրի կենդանուն գիշատ չի։ Ընդհանրապես ինչ ես սպանում, իսկ չես էլ ուտում նրան, ինչ ես սպանում։ Այնպես որ ես էլ սենց այդ չուչելները, որ այդքան կա, դե տենց է, այ Ծառուկյանը, մենակ Ծառուկյանը չի, ավելին ձեզանից առաջ որտեղից էին եկել, BBC-ից էին վայթե եկել հաղորդում արել, էլի տենց նկարել էին, կարծեմ BBC-ից է, նկարել էին այդ չուչելները, այս Ծառուկյանից քաղաքական հետևորդներն էլ ջիգարով տարածում էին, որ եկե Ծառուկյանից հարցազրույցան դերցում, թե այդ ժամանակ արդեն ինքս իմ մեջ հասկացա, որ չեն հասկացել իրանց գլխին իրանք ոնց են սարքում։ Որտեղ թե արևմտյան մի հատ լրատվամիջոց գալիքո չուչելներն է նկարում, ուրեմն իմացի բանդ բուրդ է։ Որովհետև այդ արևմտյան մշակույթի մեջ, հատկապես այդ ձախական մշակույթի մեջ, նույնիսկ շուբան, այսինքն եթե բնական մորթուց քուրքա շուբա է հակե մարդը, դա արդեն որպես քաղաքական գործիչ իր գլխին բազար է։ Դա արդեն իր ռեյտինգի վրա լուրջ մինուս է։ Իսկ եթե քաղաքական գործին տանում ներկայացնել այդ չուչելների աշխարհում, դա արդեն կատաստրոֆա է։ Բայց դե Ծառուկյանն իր կոնսուլտանտներն ու համակիրներն ու արևմտյան աշխարհի հոգեբանությունն ու կարգը հասկանալն ուր։ Բայց եւ այնպես այսօր սատկելա կենթանասարները այսպես դատապարտում են։ Երեք չուծլի բան էին անում Ծառուկյանին, այսօր թեթև դատապարտում են, որ սատկելա։ Դա էլ կարա լինի, ելսեք, ես չեմ ասում, բայց պետք չէր այդպես ծայրահեղ չուչելների նկատմամբ ռեակցիա տալ, որ այսօր էլ առյուծը սատկելու վրա ստիպված լինեք սենց ցույց տալ, որ դուք խիստ կողմնակալ ու պրոնիկոլական քննադատություն եք անում։ Այսինքն կենթանասեր եք այնքան, ինչքան Նիկոլինա դա ձեռն տա, այսինքն Նիկոլին սիրող կենթանասեր եք, այսինքն Նիկոլի պես կենթանիներին եք ավելի շատ սիրում, Ծառուկյանի պեսներին չեք սիրում, կամ մեր պեսներին այդքան չեք սիրում, այն Նիկոլի պես կենթանիներին շատ եք սիրում, ու եթե այտենց քյար կա մեջ անշարժ քննադատությունա կանեք, բայց ժոստկի հասարակական կամ քաղաքական դիրքորոշում վրադ դուք արտահայտվեք, որտեղ շարոտ բանա գործ չունեք։ Թացտեղ պարկող չեք, այսպես ասած, քաղաքական իմաստով հիմա չասեք, թե ինչ ծանր զրկանքների եք արժանացել կենթաների պաշտպանելիս։ Ծառուկյանը, որքան ես գիտեմ, այ կենթանապաշտպան գործունեություն արել է, բերել է լիքը եղնիկներ լցե երգիրը, եղջերուներ լցե, տարբեր տեսակների, պահել ու տարածել, սարերում բաց են թողել, արգելոցներում բաց են թողել։ Սենց գործեր արել, լավ կլինի ԲՀԿ-ականները вообще այդ թեմաները մի քիչ բարձրացնեն, վիդեոներ գցեք տենանք, այ ժողովուրդ։ Ծառուկյանը այդ ոլորտում լիքը գործունեություն արեց։ Գցեք տենանք այս ժողովուրդն էլ իմանա։ Էլի եմ ասում, անվերջ պրետենզիաներ կարելի է ներկայացնել Ծառուկյանին։ Սկսած այդ Հիսուսի արձանը դնելու հետ կապված, որ մեր եկեղեցու կարգին դեմ էր եւ այլն։ Վերջացած Հատիսի
այսպես ասած ապօրինի սեփականաշնորհելով լիքը գործեր կա, բայց այսօր ինչ են անում, այդում են ինչ որ փողերի ինչի համար, փողերի լվացում, չգիտեմ, խարդախություն թե շորթում թե ինչ, Պրիտոմ էլի այսօր փաստաբանին էլ լսեցի, այդ ամբողջ մեղադրանքների հիմքում ասում են Ծառուկյանը այս ինչից բան է խլե, ունեցվածք է խլե, ասում են այդ ունեցվածքը հիմա ուր է, ասում են այդ ինչի մոտ է, այդ ինչի անունով է, պարսիկների հետ կապված։ Պարսիկների անունով է, ասում են բա ոնց է խլե, որ իր անունով է, ասում են դե խլել է էլի։ Սենց բաներ կա, բայց էսի հետագայում սրանք անդրադառնանք այս թեմաներին։ Հիմա ընդհանուր ինչ ենք ուզում, ասենք այտենց ձև չի ժողովուրդ։ Այսօր դասախոսություններ էի լսում արդարության, արդարադատության եւ օրենքի իրավունքի տեսությունների հետ կապված եւ բնական իրավունքի տեսության հիմքերում դրած է, որ արդարադատությունը, օրենքները չեն կարող լինեն անբարոյական։ Սա հետաքրքիր դիտարկում է։ Ճիշտ է, բարոյականություն ամեն մարդու համար մի ձև կարող արտահայտվի, տարբեր լինեն մարդիկ կարծիքներով, թե որ բանն է բարոյական եւ որը ոչ, բայց մեծ հաշվով մարդիկ հիմքում կորքում ընդհանուր բարոյականությամբ են ապրում, ընդհանուր բարոյական, ասենք բոլորը գիտեն, որ չի կարելի երեխա ուտել, հա, ուզում եմ ասած կարճ ասեմ, դժվար թե լինի մեկը, որի բարոյական արժե համակարգում երեխա ուտելը կամ հղիների նկատմամբ ոտնձգությունը թույլատրելու է կամ ընդունելի է կամ ողջունելի է։ Եվ հիմա ի՞նչն է մեր հարցը։ Սա անբարո իրավապահ գործունեություն է։ Այս գործունեության մեջ մարդիկ տեսնում են, որ բարոյականություն չկա։ Ծառուկյանին այդ տեսակ բեմականացված ձերբակալման մեջ բարոյականություն չկա։ Իսկ անբարո արդարադատությունը դա արդարադատություն չի։ Արդարությունը անբարո չի լինում։ Եվ օրենքն ու օրենքի տառի կատարումն էլ չի կարող անբարո լինի։ Եվ ցավոք սրտի այսօր դա ցայտը ներված է առյուծի սատկելով։ Երեկվա իրանց ցնծությունը ավարտում եմ կապս մի քիչ կտրտվում, հա։ Երեկվա այդ ցնծությունն ու այսօրվա այդ առյուծի սատկելու լուրը կարծես թե եկավ եւ Ծառուկյանին ձերբակալելու լուրը կարծես թե եկավ հաստատելու, որ ժողովուրդ այս ձեր գործունեությունը նավսած է ու ձեր իսկ կողմից է նավսած, դուք եք այդ նավսը, այս արդարության ու արդարադատության վրա։ Սենց չի կարելի։ Հերիք չի Ծառուկյանից խլել եք մանդատները, հերիք չի Ծառուկյանին զորբայությամբ դուրս եք թողել բանը պարլամենտից, նրա քաղաքական գործիչներին։ Ձեր իսկ սրբորեն պահպանվող խաղի կանոններով ընտրություն եք անցկացրել, այդ մարդը հաղթել անցել է պարլամենտ, հիմա երիք չի խլել եք ձեռից, հիմա էլ հետապնդում եք անում։ Անգամ ամենաշատ Ծառուկյանի դեմ ելնող մարդը այս օրերին, կարծում եմ, կարեկցանք է զգալու Ծառուկյանի նկատմամբ ու չի ողջունելու ձեր արարքները։ Ու ես իմ քաջալերումն եմ հայտնում այս իմ ելույթով ԲՀԿ-ին եւ Գագիկ Ծառուկյանին։ Միայն այն բանի համար, որ իր հանդեպ ճիշտ չեն վարվում։ Միգուցե իրար հետ ավելի դաժան ձևով վարվեցողություն լիներ ինչ որ ժամանակում, ինչ որ տեղում, ինչ որ այլ մեղադրանքներով ես ողջունեի։ Բայց այս հոդվածները, այս մեղադրանքները ու այս գործելակարգը, այս շոուն մարդկանց առաջ այս կապիկություն իրականացնելը, սա մեզ եք դուք էշի տեղ դնում։ Ոչ թե Ծառուկյանին եք նեղացնում, դուք մեզ եք էշի տեղ դնում։ Ու այդ ամենին դեմ եմ ես ու իմ աջակցությունն եմ սրանով հայտնում Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին։ Սենց չի կարա լինի։ Այ այն երկրներում ներողություն իհարկե այդ երկրներին մի քիչ կարող եմ նեղացնում այն երկրներում, որտեղ Գագիկ Ծառուկյանը գնաց է, առյուծավորցած է, այլ կգնաք այդ երկրներում սենց շոուներ կանեք, մարդկանց կփորձեք համոզել։ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին այս տեսակ շոուներ անելով, դա դուք մեր ինքնասիրությունը, մեր ինտելեկտն եք վիրավորում։ Հարգելի մթամթե իշխանություններ, ոչ լեգիտիմ եւ այլևս երբեք լեգիտիմ դառնալու շանս չունեցող, երբեք երկիր կանցնի, դուք լեգիտիմ չեք դառնա, էդի հիշեք։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։